Բարի օր, գործարար Ալիքին միացած մեզ հետևող ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, հիշեցնում եմ, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր հաղորդաշարերը։ Սա Թարմ ուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուկյանը շատ երկար ժամանակ անց, ողջույն պարոն Մարուկյան։ Ողջույն, շատ երկար ժամանակ։ Շնորհակալ եմ։ Իմ ջանքերը արդյունք տվեցին եւ դուք այսօր այստեղ եք։ Մենք հանդիպել ենք, երբ դուք եղել եք դեռ մինչև պատերազմը, կարծում եմ։ Չէ, դեր շողությունը շատ ոտնա։ Մենք հանդիպել ենք։ Այո, դուք բռնեցիք։ Անցյալ տարի։ Չէ, անցյալ տարի չենք հանդիպել ենք, հենց կամ ուղարկել ձեզ այդ էջերը։ Շատ լավ, ես։ Եվ մենտեղ մի հատ լավ դրվագ կա, որ ասեմ մարդիկ, որովքեր իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում, նորմալ 10-րդ դասարանը չեն ավարտել, ամբողջ օրը հանրային եթերներում են եւ բացատրում են ժողովրդին, թե ոնց պետք է իրանք ապրեն, կամ մեր արտաքին քաղաքականությունը ինչպես պետք է վարվի։ Մի մարդ չի դա, մի մեծ խումբ։ Իշխողների։ Չէ, իշխողներ էլ կան, բայց նկատի ունեմ ինչ որ փորձագետներ եմ, ասեմ փորձագետ է։ Նկատի ունեմ այդ այնպես մի հատ հայտնի կտոր կար մեր եթերից, որը տարածվում էր, այո։ Պարոն Մարուկյան, մինչև ներքին օրակարգային կարևոր հարցերին անդրադառնալը, այսօր դուք շատ ակտիվ եք քննադատում իշխանությանը եւ շատ-շատերի մոտ դիսոնանս է առաջանում։ Լավ, ինչպես ստացվեց, որ պատերազմից հետո, երբ այդ նույն իշխանությունը պարտության տարավ կամ պարտությունը տեղի ունեցավ մեր երկրի հետ, դուք սկսեցիք համագործակցել։ Ոնց տեղի ունեցավ։ Նախ այդ բանը շատ նեղացնում էր, եւ հենց պատերազմից հետո դուք նախ պատերազմից հետո անցալվում, պատերազմից հետո չէ՞։ Չէ, դե պատերազմից հետո հիմա էլ է պատերազմից հետո։ Հիմա պատերազմի մեջ է։ Մի 10 տարուց էլ է պատերազմից հետո լինելու։ Նայեք, պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, բոլոր, ուշադրիր եք ինչ եմ ասում, հայտարարել են, որ բոլորը մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները եւ օգնում են իշխանություններին, որ այդ վիճակից դուրս գանք, պատերազմը հաղթենք, այդ վիճակից դուրս գանք։ Հետո պատերազմը պարտվում ենք։ Բայց պատերազմը չի ավարտվում։ Այսինքն նոյեմբերի 9-ով պատերազմը չի ավարտվել։ Մենք հայտարարում ենք, որ քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հենց հիմա ոտնձգություն կա, մենք մեր տարաձայնությունները դնում ենք մի կողմ։ Դա մայիսի 12-ն է 21 թվականի, որից հետո տեղի ունենում ընտրություններ։ Ընտրություններին մենք չենք անցնում։ Ժողովուրդը ընտրում է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Մենք շարունակում ենք պահպանել այն սկզբունքը, որ պետք է բոլորի ներուժը մեկտեղվի եւ օգնվի, որ վիճակից դուրս գանք։ Ինչու բոլորի մեջ դուք եղաք միակը, որ մտածում եք այդպես, որ պիտի։ Չէ, շատերը մտածում են, բայց շատերը չեն պահել իրանց խոսքը։ Նայ, բոլոր ուժերի հայտարարությունները կարող եք մտնել նայել։ Բոլոր ուժերի, երբ որ պատերազմը սկսվում է։ Հիմա միասեռ է դարձել դա։ Որովհետեւ հիմա արդեն մի իրավիճակ է, որ պատերազմը այլևս ավարտված է։ Երբ ավարտվեց։ Բայց պատերազմը դեռևս չէր ավարտվել։ Բայց մարդիկ դեռ չավարտված շարունակում էին ընդդիմադիր գործունեությունը, երբ որ մենք չէինք անում ընդդիմադիր գործունեություն, որովհետև մենք գտնում էինք, որ քանի դեռ նոյեմբերի 9-ը կա, հնարավոր է Արցախը պահել։ Այդ ընթացքում մենք ամեն ինչ անում ենք, որ Արցախը պահենք։ Մյուս բոլորը ամեն ինչ անում էին, որ ամեն ինչ ձախողվի, եւ ամեն ինչ ձախողվեց։ Այդ թվում նաև իշխանությունները։ Հետո երբ որ ամեն ինչ ձախողվեց, էլ ոչ մի բան չկար պահելու։ Այսինքն այն իմաստով, որ մենք մեր տված խոստումը, որ պատերազմ է, մենք հայտարարել ենք, որ մեր տարաձայնությունները դնում ենք մի կողմ, փորձում ենք այդ վիճակից հանել, մենք դա շարունակենք անել։ Այսինքն մենք ամփոփելով պատերազմի ժամանակ արված մեր հայտարարության խոսքի տերն ենք մնացել։ Մնացածները թող իրանց տեղը պատասխան տան։ Իսկ որ դիսոնանս առաջանում, կներեք, իմ հրաժարականից հետո իշխանությունը ուրացել է հայոց ցեղասպանությունը։ Իմ հրաժարականից հետո իշխանությունը բացի հայոց ցեղասպանություն ուրանալը հայտարարել է, որ մեր զինվորների գործերով պատերազմական հանցագործությունների չի շարունակում հետապնդել Ադրբեջանի իշխանություններին եւ հրաժարվելու այդ հայցերից։ Նաեւ այն խոստումը, որ պետք է միջազգային քրեական դատարանում Ադրբեջանը պատերազմական հանցագործություններով պատժվի, դա էլ չի արվել։ Այս թվարկում կարող եմ շարունակել ինչերա տեղի ունեցել։ Այդքանից հետո աշխատում եք, կարողանում եք զսպել։ Երբ որ ես աշխատում էի, այդ բոլոր գործերը ընթացքի մեջ էին։ Մինչև վերջ։ Եվ Հայաստանի իշխանությունները չէին ուրացել հայոց ցեղասպանությունը։ Երբ են ուրացել։ Ուրացել են իրենց երբ հարցնում ենք, միշտ ասում են մենք երբ ենք ուրացել։ Ասեմ, ուրացել են 23 թվականի ապրիլին։ Իմ հրաժարականից 1 ամիս հետո։ Երբ որ Անդրանիկ Քոչյանը կանգնեց ասեց, որ վարչապետը ուզում է գտնել 1.5 միլիոն ցեղասպանության զոհերի անուն ազգանունները
եւ ես շատ սուր քննադատության ենթարկեցի։ Հետո իմ քննադատությունից հետո պարոն Քոչարյանը գնաց մի հատ ուրիշ եթեր ու ասեց դա ես եմ ուզում, ոչ թե վարչապետը, ասես պաշտպանել, լղոզել, բայց Անդրանիկ Քոչարյանն այնքան փորձառու մարդ է, որովհետեւ վարչապետը դա չուզենար, ինքը չէր ասելի, որ վարչապետն է ուզում։ Հիմա այս ինչի համար ենք ես խոսում, որ դուք հիմա ինձ բան եք ասում եք, բայց ինչի եք դուք հիմա սուր քննադատում։ Մենք համարում ենք բոլոր, չէ, մենք համարում ենք բոլոր հնարավոր քայլերը այլևս արված եւ օգտագործված եւ համարում ենք, որ այլևս, հա, սեպտեմբերի 19-ի հարձակումից եւ դրանից հետո ոչ մի բան չփոխելու, ոչ մի բան չվերանայելու, նոյեմբերի 9-ի վերաբերյալ գործողություններ չանելու, դրանից հետո չանելու, այդ փաստաթղթից դուրս չգալու, այն եթե դուրս չես եկել չօգտագործելու, այդ դրա մասին ձեր եթերում խոսել ենք։ Այդ ամեն ինչը չանելու, դրան է գումարվում արդեն ասեցի, ցեղասպանության ուրացում, մեր զինվորների առօրյա ուրացում, Ադրբեջանի հանցագործությունները կոծկում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներից հրաժարում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից հրաժարում, շատ երկար։ Ուզում ասեմ, այդքանից հետո ինձ մի եկեք հարցրեք, ասեք, բայց կարող է всё-таки վատը չեն իրանք մի հատ իրանց հարցը քննարկենք։ Ես այդ չի ասում։ Չէ, նաև այդ է ասվում, էլի, որ բայց կարող է բանը հիմա քսուր քննադատում եք, բայց էլի վաղը չէ, մյուս օրը մտածեք, որ հանուն պետականության պետք չէ։ Չէ, հանուն պետականության իմ համեզմունքը ձևավորել եմ, որ հանուն պետականության մենք բոլոր հնարավորություններն օգտագործել ենք, շանս ենք տվել, որ այս իշխանությունը, նախ մենք չենք շանս տվել, ժողովուրդը իրանց ընտրել է, շանս են տվել։ Մենք էլ ժողովրդի հետ հաշվի ենք նստել։ Այդ շանսը փորձել ենք օգտագործել։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, որ այդ շանսը սպառվել է 23 թվականի աշնան է, այդ շանսը սպառվել է։ Բայց ժողովուրդը շարունակում է շանս տալ։ Դրանից հետո չի եղել ընտրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը հաղթի համապետական։ Հետաբար ձեր այդ պնդումը անհիմն է։ Բայց ես վիճարկում եմ ձեր այդ պնդումը։ Պտտվում եք մարզերով։ Այո, պտտվում ենք մարզերով։ Ինչ են ասում մարդիկ։ Մարզերով մարդիկ կան, ովքեր ասում են Տիգրան մեծից այս կողմ ասֆալտ չկար, ասֆալտ են արել, գովում են մարդիկ կան, որ ասում են օրինակ Ստեփանակերտները լավ ասֆալտ արած, բայց հիմա թուրքերն են այնտեղ ապրում։ Այդպես մարդիկ կան։ Հետաբար մարդիկ բաժանվում են տարբեր խմբերի։ Եթե ձեզ միայն հանդիպում են Նիկոլ Փաշինյանին աջակիցներ։ Ինձ նրանք են հանդիպում։ Հետո դրամատրությունների փոփոխություն չեք նկատում։ Բացարձակ չեմ նկատում։ Իսկապես։ Այո։ Իսկ բանակը 1.5 տարի դարձնելուց հետո էլի չեք նկատում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի էլեկտորատ։ Նա կարող է անել քայլեր այդ էլեկտորատը ամրացնել։ Նրա որևէ նոր քայլ, որը որ պոպուլիստական է, ձեր նշած բանակը կրճատել, չգիտեմ, բանակը փագել կամ դա է վաճառվում։ Ուզեմ ասեմ, վաճառվում է, բայց էլեկտորալ դա գիտություն է, ես ինչ որ ասում եմ ես։ Ինքը հետ հավաքելու տեղ չունի։ Ունի առաստաղ։ Կա էլեկտրաձայների առաստաղ։ Այդ առաստաղը չի կարող անցնել, հասկացաք։ Իսկ դա առաստաղը 40 քանի տոկոսն է, 40 մաքսիմում։ Հասկացանք։ Չի կարող դա անցնի։ Ուզում է բանակը մի տարի սարքի վաղնել։ Ուզում է 3 հատ Տրամպից թուղթ բերի մի հատ։ Բոլորի մոտ միշտ վստահություն է եղել, որ եթե Արցախը հանձնվի պատերազմը պարտվենք, այդ իշխանությունը հենց հրապարակում, չգիտեմ, ինչ տեղի կունենա այդ իշխանությունը։ Այդ երբ էր այդ վստահությունը։ Միշտ է եղել։ Ես տեղյակ չեմ այդ վստահությունը, չէ։ Չէ։ Չեմ իմացել։ Այսինքն մենք պատերազմը պարտվելու ենք ու այդ իշխանությունը վերընտրվելու էր։ Պարտվել ենք ու վերընտրվելու։ Դե վերընտրվեց, դա էր տարօրինակ։ Որովհետև մարդիկ չմեղադրեցին, մեծ հաշվով։ Որովհետև ասեցին, բայց 30 տարի թալանվել է, դրա համար էլ էս մարդը պարտվեց, խեղճ Նիկոլն է։ Եվ այլն, ուզում եմ ասեմ, այդ մի դրվագ չի, բայց այս բազմաթիվ, այս բազմաշերտ է։ Կարծում եք։ Հիմա այս օրերին, որ օրինակ Սերժ Սարգսյանը ինտերվյու է տալիս։ Ռոբերտ Քոչարյանն ինտերվյու տվեց, հա։ Հիմա ու նորից խոսում է Ղարաբաղի մասին։ Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացել։ Արցախի թեման էլեկտորալ իմաստով փակված է։ Շահարկելի չի, լավ, ոնց ձևակերպեմ։ Այսինքն ինչքան իրանք խոսան Արցախից, այնքան Նիկոլ Փաշինյանի դիրքերը լավանում է։ Որտեղ ինքը առիթ է ստանում իրանց հետ կռվելու եւ ժողովրդին հիշեցնելու այն տարիները։ Հետեւաբար այդտեղ բան չկա, այդտեղ էլեկտորալ արժեք գոյություն չունի։ Որ անդադ շարունակեն ասել, բայց չէ որ ինքը բանակցային թղթեր հրապարակի, ինքը ասում մինչև տարեվերջ կհրապարակեմ, սկան են կանում, հետո օրինակ ասում են, բայց սկաները դանդաղ աշխատում, արա ասում է դանդաղ չի մինչև տարեվերջ կհրապարակեմ, ես ուզում եմ ասել, որ ոչ մի պայթյուն չի լինելու այդ թղթերը հրապարակելու արդյունքում։ Ինչու՞։ Ծանոթ եք դուք։ Ժողովուրդն է ծանոթ, բոլորը ծանոթ են։
Մարդ կա, որ չգիտի, որ եղել է խաղաղության պլան եւ մերժվել է 19 թվականին։ Մարդ կա, որ չգիտի, որ այդ ձևի պլան եղել է նաեւ Սերժ Սարգսյանի օրոք էլի մերժվել է։ Ով չգիտի, էլի ինչ են անելու, որ հրապարակվի։ Բա ինչի մասին է խոսք գնում։ Տենց բանա ասում են, ընդդիմությունը սիրում է հերթական անգամ գնա կանգնի այն փոცხի վրա, որը կանգնել է։ Ու անդադ կանգնում է այդ փոცხի վրա։ Օրինակ նայեք, Trip-ը հրապարակվել է, Trip-ի հրճակագիրը։ Ես հենց գիշերը բացատրում եմ ինչա դա։ Բոլորը իմանում են, գնում են շարունակում են այդ եթերից օգտվելով իրանք էլ բացատրել։ Հետո ինչ որ մարդիկ կանգնում են, ասում են, այնտեղ էլի թղթեր կա, հրապարակած չի, այ որ դա հրապարակի կերևա մնացած գաղտնիքները։ Ես ասում ժողովուրդ ջան, ինչ կա հրապարակվածի մեջ է մի պահանջեք։ Մեկ իշխանություն հրապարակվում է, մի հատ ուրիշ էլ թուղթ, ասում է տեսակ որ չկար։ Ու դիմությանը սկսում է թրոլինգի ենթարկել։ Այսինքն պետք է մարդիկ մի քիչ էլ բանը փորձ հավաքեն, չէ՞ ամեն անգամ տրոլինգի առարկա չդառնալու համար։ Ինչքան կարելի է, ասենք Նիկոլ Փաշինյանին տալ հնարավորություն իրանց տրոլինգի ենթարկի։ Ինչքան, քանի անգամ, ասենք։ Քանի անգամ։ Ես ես վստահեցնում եմ, հիմա հիշեք ես եթերը։ Ասել եմ մինչև տարեվերջ հրապարակվելու, ու կտենակ որ ոչ մի բան չի լինելու։ Ոչ մի բան։ Ինչ կարա լինի բայց ընդհանրապես։ Սպասենք, պարոն Մարուկյան, ասացիք պատերազմը ավարտվեց։ Դուք այդ ավարտը երբ եք մատնանշում, եւ որ թվականին, որ օրը, որ իրադարձության հետ եք համապատասխանեցնում ու հետեւաբար կարող ենք ասել, որ պատերազմը ավարտվել է, խաղաղությունը սկսվել է, ինչպես իշխանությունը։ Պատերազմը որ ավարտվում է, խաղաղությունը չի սկսվում։ Սկսվում են այլ փուլեր, մեր պարագայում պատերազմը ավարտվել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումով եւ սկսվել է խաղաղ պատերազմը, այսինքն խաղաղ եւ մարդիկ դա բացահայտ ասում են, ինքնաթիռներով, մեքենաներով գալու են Հայաստան, Հայաստանը վերցնելու են իրենց հսկողության տակ։ Հայաստանը դառնալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի պրոքսի երկիր։ Այդ process-ը ընթացքի մեջ է ու արդեն ինքը process-ի մեջ է։ Արդեն այն մեկնարկած է։ Սկսված է այդ process-ը, այսինքն նոր չի սկսվելու։ Ամբողջությամբ ուժի մեջ մտածել այդ process-ը գործում է։ Երբ որ Ադրբեջանի նախագահի եւ ռազմական ղեկավարության նկատմամբ մենք հրաժարվում ենք մեր զինվորների արունի դիմաց գործ հարուցել, բայց Հռոմի դատարանի անդամակցությունը արդարացվել է եւ հիմնավորվել է այդ հիմնավորմամբ, այդ պայծքից դուք կարող եք իմանալ, որ մենք գործում ենք իշահ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրապետությունների։ Պարոն Մարուկյան, իսկ այսինքն դուք պատերազմը ակտիվ մարտական գործողություններ նկատի ունեք։ Մենք հիմա տեղեկատվական պատերազմում օրինակ Հայաստանը պաշտոնապես հիբրիդային պատերազմ։ Լավ հիբրիդային թող լինի։ Հիբրիդայինը տեղեկատվականը չի, դա մեր տեղեկատվական էլ կա, բայց մենք հիմա ակտիվորեն տարածում ենք Ադրբեջանի 30 տարվա զարգացած նարատիվները։ Դրանք տարածում են վարչապետի, նախարարների, ազգային ժողովի падգամավորների, այսպես կոչված փորձագետների կողմից տարբեր եթերներում եւ ելույթներում, նաեւ անգլերեն լեզվով են դրանք տարածում, ռուսերեն լեզվով եւ ամբողջ աշխարհով մեկ Հայաստանը գոռում է, որ ինքը ընդունել է Ադրբեջանի կողմից երկար տարիներ արտասահմանում քարոզված, սակայն չընդունված նարատիվները։ Չեն ընդունվել այդ նարատիվները։ Ես ձեզ ասեմ, միջազգային հանրության կողմից դրանք չեն ընդունվել։ Դրանք հիմա են ընդունում միջազգային հանրության կողմից, ինչու՞։ Որտեղ Հայաստանն է ընդունել։ Որտեղ Հայաստանն ինքը հերքում է, կեղծում է, պղծում է իր 35 տարվա պատմությունը եւ ավելին։ Երբ որ Հայաստանն ասում է, որ Ղարաբաղը թող էր մեր վզից կախած, KGB-ն արեց, չգիտեմ ինչ, ինչ բան, դու վերցնում ես ադրբեջանական նարատիվները, դե դու ուզում ես վերցրու, հիմա դու քո երկիրը քանդում ես, քանդի, ով է գալու ասի մի քանդի։ Մենք շատերը զարմանում են, ասում են, բա ո՞նց է որ մեր իշխանությունների որևէ քայլ ամբողջ միջազգային հանրությունը ողջուն է։ Ասում եմ, Ժորժան, որ դուք օրինակ որոշել եք, որ 4 գյուղ ձեր տարածքում վերահսկողության տակ գտնվող հանձնեք Ադրբեջանին։ Ու դուք ասում եք շատ լավ գործարք են կարել։ Ողջունեք այս գործարքը։ Ամերիկային, Ֆրանսիային, Բելգիային, Դանիային, Լեհաստանին, Բալթյան երկրներին ի՞նչ է խանգարում, որ չողջունեն։ Ողջունում են։ Էլ ինչ եք ուզում որ ողջունեն։ Ընտրությամբ համաձայնվել են 21 թվականի նկատի ունեք։ 21 թվականի ընտրություններն են, որ այսօր այս իրավիճակն են ստեղծել։ Նաեւ այո։ 21 թվականին ժողովուրդը միանձնյա կայուն մեծամասնություն է տվել գործող իշխանությանը։ Այսինքն մանդատ է տվել, որ ապագա 5 տարիների համար իր ապագով այս իշխանությունը զբաղվի։ Եվ կար շանս, որ իշխանությունը կարող է խելացի գտնել պատերազմից դասեր քաղած լինել, զբաղվել այնպես, որ այսօր ինչ ունենք,
Կամ զբաղվել այնպես, որ ընկնենք այսօրը, եւ ինքը զբաղվել այնպես, որ ընկնենք այսօրը։ Հիմա դա ինձ կավանք ժողովուրդը որպես մենք որպես ժողովուրդ դասեր քաղել եւ այդ իշխանությանը ասել բավել չի լինի, շնորհակալ ենք գնա տուն։ Այ իշխանությունը Օրինակ ընտրություններով։ Իշխանությունը պնդում է, որ խաղաղության դարաշրջանը արդեն հողի վրա է, որ մենք սահմանազատման արդյունքում այդ դուք դրան անդրադարձել եք, հիմա անդրադարձակ առանձին եթերով եք անդրադարձել, որ այդ անկլավների հարցը դրվել է, Նիկոլ Փաշինյանն է բարձրաձայնել դրա մասին, բայց իշխանության թիմից չեն խոսում, որ Հայաստանի, ինչպես իրենք են ասում, սուվերեն տարածքներում դեռևս շարունակում են մնալ ադրբեջանական զորքեր, մասնավորապես Ջերմուկի հատվածում։ Ու իմ տեղեկություններով բավականին ամրացված վիճակում են այնտեղ։ Ոնց է կարծում կա Ալիևի հայտարարությունը, որ իրենք ոչ մի միլիմետր դուրս չեն գալու այդ դիրքերից։ Այդ հայտարարությունը կա, մի քանի անգամ են ասել։ Եվ կա մեր հայկական կողմի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք քննարկել անկլավների հարցը։ Երբ որ դու ասում ես դու պատրաստ ես քննարկել, դա նշանակում է դու արդեն դա կարող ես տալ։ Որտեվ երբ որ դու չունես կարմիր գծեր, ամեն հարց քո համար քննարկելի է։ Ոչ մի սրբություն, ոչ մի բան չկա, տաբու է, էլի ասում ես չենք կարող այս հարցը քննարկենք։ Այս հարցերը կարող քննարկենք, բայց այս կարծիքից ես կողմ չենք կարող քննարկել։ Երբ որ Հայաստանն ասում է պատրաստ ենք քննարկել, այդ դեպքում որ Ադրբեջանը այս տարիների ընթացքում ոչ մի իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում որևէ թիվ չի ասել, ինչպես է ինքը ճանաչում էր։ Նաև դա կան անկլավներ, հա։ Ես պնդում եմ եւ որպես մասնագիտորեն եմ ասում, քաղաքական հայտարարություն չեմ անում, միայն որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկան անկլավներ։ Վերցրեք Խորհրդային Միության 26 թվականի քարտեզը Հայաստանի Հանրապետության, եւ դուք կտեսնեք, որ Հայաստանում չկան անկլավներ, ավելին Հայաստանի տարածքը 31000 քառակուսի կիլոմետր է։ Հայաստանը, եթե այդ քարտեզը դնի բանակցային սեղանին, որը չի ուզում անել, չի անում, կստանա բանակցային խորհուրդ եւ սկսի բանակցել։ Դրա պատճառով պատերազմ չի կարող լինել։ Բա ի՞նչն է պատճառը։ Դա լեգիտիմ է։ Դուք ո՞նց եք տեսնում, ի՞նչն է պատճառը։ Չեմ կարող ես ասել, եթե ես այդ ամեն ինչը ներսում լոբինգ եմ արել, վերջում դրա պատճառով հրաժարականում եմ դուրս եմ եկել։ Ոնց դրա ինչ պատճառ։ Չի անում։ Հայաստանը հայտարարել է, որ ինքը համաձայն է Ադրբեջանի ներկայացած քարտեզին։ Ադրբեջանը պահանջել է օրինակ Տավուշի հատվածը սահմանազատել այդ կտորը եւ 76 թվականի գլխավոր շտաբի քարտեզով եւ նաեւ մյուս մնացած տարածքները սահմանազատել այլ քարտեզների կտորներով, որը հայտնի չի որևէ մեկին գրված է վերաբերելի։ Եվ այդպես էլ փորձելու են շարունակել։ Ինչքան իրանք գնան սահմանազատման, այնքան հող են հանձնելու Հայաստանի տարածքից։ Պաշտոնապես ասում եմ։ Դե հիմա դադարեցված է process-ը։ Որովհետև հենց ինչ անեն, պետք է հանձնեն։ Ինչա դադարեցված, այդ հարցը չի առաջանում։ Ինչա։ Որտեղ ուզենան սահմանազատում մերոնք անեն, հող են տալու Ադրբեջանին։ Հիմա դադարեցել են, որ ընտրություններին ընտրվեն, բաղոնց, ընտրությունից հետո են անելու։ Ընտրվեն նոր հանձնեն։ Որտեղ հիմա դա կարա խաթարի այդ ձեր այդ ասած որ օրինակ մարզերում ժողովրդի երջանիկ է, բան նման բան չկա։ Չէ, երջանկության մասին բան չեմ ուզում ասել։ Այ այդ տեսակետը հաճախ է շրջանառվում, որ ամեն դեպքում Ալիևը կողմ է Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, բայց մենք հաճախ նաև տեսնում ենք, թե թշնամական պետության ղեկավարը ինչպես է այսպես հակա-նիկոլական թեզեր առաջանում, որոնք վնասում են։ Որն է հակա։ Մի հատ թեզ ասեք, որ հակա-նիկոլական է։ Գյոյչոյի հետ կապված հայտարարությունը չի վնասում Նիկոլ Փաշինյանի դիրքերին։ Ես ես ասեմ, այդ հայտարարությամբ նա ասում է, որ ժողովուրդ ջան, ադրբեջանցիները գալու են, հետո չասեք, թե մենք ձեզ չենք ասել։ Այսինքն ինքը հայ ժողովրդի հետ անկեղծ է։ Եվ նաև ձեզ ասեմ, որ Փաշինյանն էլ է անկեղծ հայ ժողովրդի հետ, որովհետև Փաշինյանն է մեկնաբանելով այդ հայտարարությունը այնպես է մեկնաբանում, նախ ամոթ է որևէ օտար երկրի ղեկավարի հայտարարություն մեկնաբանի մեր երկրի ղեկավարը։ Դու իր մամուլի խոսնակը չես որ բան մեկնաբանես։ Բայց մեկնաբանում է ինքը եւ սոցիալ հոգեբանորեն մեկնաբանելով ասում է որ այդտեղ որևէ խնդիր չկա։ Բայց ինչ խնդիր կա։ Կան քարտեզներ, որ այնտեղ բանը, կարող քարտեզ կան դե Ադրբեջանն է չկա, բան։ Քեզ կոնկրետ հարց են տվել, ասում են ադրբեջանցիները պետքա վերադառնան Հայաստան, այդ հարցին պատասխանի։ Մի ասա Սևանա գրած, Գեղամա ծովա գրած, ինչա գրած։ Տեղանուններ են, տարբեր ժամանակներ, տարբեր անուններ են ունեցել, բայց այդ տեղանունը ինչի է նշում, որովհետև դրա հետ ասում են մենք գալու ենք, դե ապրենք, մի վախեցեք հայ ժողովուրդ, եւ Հայաստան պետություն, դուք չպետք է վախենաս որ մենք գանք։ Դա մասին է Ալիևի ելույթը, ոչ թե Սևանի ու Գյոյչայի։
Մենք կպել ենք Սևանից ու Գյոչայից, եւ վարչապետը Դա հասկանալի է։ շրջանցում է եւ չի պատասխանում, որ Ալիև մեր համար անընդունելի է, որ դուք գաք Հայաստան, անընդունելի է, եղբայր։ Չէ, դա մի կողմ։ Ինչու հայ ժողովուրդն էլ չի կարող գնալ Բաքու ապրել։ Չի կարող վերադառնալ Արցախ ապրել։ Եթե դա չեք ասում, ուրեմն նա էլ մի ասեք։ Դե դա եմ ասում եմ, հիմա Փաշինյանը որոշել է, որ չպետք է Արցախի վերադարձի հարց բարձրացնի։ Որովհետեւ դա վտանգավոր է, որովհետեւ չգիտեմ ինչ ասում։ Շատ լավ։ Նաև որոշվել է, որ 80-ականներին մեր փախստականների վերադարձի հարցը չի պիտի բարձրացնի, դիտե չի բարձրացնում։ Դե շատ լավ Ալիևը որոշել է, որ ինքը պետք է բարձրացնի ու իրանք պետք է հետ գա։ Մնալ խաղաղության խաղաղությունը։ Ախր խաղաղությունը ինքը պատրանք չի, ինքը բան չի, օդում չի լինում խաղաղություն։ Խաղաղությունը նշանակում անվտանգային երաշխիքներ, մեխանիզմներ։ Ցույց տվեք մեր անվտանգային երաշխիքները, որ մենք ստացել ենք մեր ճշտամիներից, Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ես ասեմ կա խաղաղություն։ Ցույց տվեք դրանք։ Կամ ցույց տվեք ամերիկյան անվտանգային երաշխիքները, որովհետեւ փաստաթղթով տրվել է։ Չկա, բայց իրենք ասում են, օրինակ Ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով հասել է Հայաստան։ Խաղաղություն է, չէ՞։ Գործարք է տեղի ունեցել։ Դա մի բան է, որ ցույց է տրվում, որ տեսեք դրական քայլեր են արվում, որ վաղը մյուս օրը Հայաստանից միջանցքը պետք է բացվի, այստեղ ժողովուրդը դրա վերաբերյալ բան չունենա, ամբողջություն չունենա։ Եվ ինչ, այսինքն հայ ժողովուրդը սոված մնացել էր, ծորեն չուներ, ծորենը Ադրբեջանով եկավ, հա։ Ծորենը Ադրբեջանով ուր եկավ։ Ծորենը Ադրբեջանով ղազախական ծորենը եկավ Ադրբեջանով անցավ, եկավ մտավ Վրաստան, Վրաստանով եկավ Հայաստան։ Ավելին, եթե դա էժան ճանապարհ է, հիմա պետք է հացը էժանանա։ Եթե հացը չի էժանանում, դա էժան ճանապարհ չի, օքեյ այլ ընտրանքային, հա։ Բայց ինչ։ Հաշվարկներ ունեք առհասարակ թրիփը տնտեսական իմաստով ինչ որ շահույթ տալու է մեզ։ Գիտեք, քանի որ դետալները པարզ չեն, մենք որտեղից հաշվարկներ անենք։ Մեր իշխանությունները ինչ որ բան են պայմանավորել, որի դետալները པարզ չեն։ Ասում են դետալները դա չենք բանակցել, նոր ենք բանակցում։ Որ բանակցեն, կասենք իմանանք, կամ կհրապարակվի այդ փաստաթղթերով կտեսնենք։ Այս պայնով կարող է ասել։ Շատ հնարավոր է, որ Հայաստանը որևէ կերպ այդտեղ բան չունի։ Ասենք, չգիտեմ, Հայաստանին ինչ փող են դուրս գրելու տեղից, ինչ շարժից են փող տալու։ Մենք կրկին կախվածության մեջ ենք, չէ՞, բոլոր իմաստներով հայտնվում, եթե այս ամենը տեղի ունենա։ Ումից են կախվածության մեջ։ Այս անգամ Ադրբեջանից։ Չէ, եթե ծորենը սկսենք Ադրբեջանով բերել, Ադրբեջանից պարենային անվտանգության առումով կախվածության մեջ կընկնենք։ Բայց եթե դու տվել ես Միջանցք եւ ոչ մի ազդեցություն չունես այդ Միջանցքի վրա, դու կախվածության մեջ չես, դու ուղղակի հանձնել ես քո վերջին ունեցած ստրատեգիական մի կարևոր գործիք։ Ինչ կախվածություն։ Իսկ ինչ խոսքով եք դուք ընտրություններին հանդես գալու, այս ամենը հաշվի առնելով։ Հանրությանը ձեր խոսքը ո՞րն է։ Հանրությանը մեր խոսքը հետեւյալն է։ Ցանկը པարզ է, թե Նիկոլ Փաշինյանը ընտրվեց հետո ինչ է անելու։ Մի քանի հատ է մենք խոսեցինք, ուրեմն ավելացնել։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն։ Զինանշանից Արադ լեռի փոփոխություն։ Մեր ինքնության վերանայում, ըստեյության։ Մեր ինքնության վերանայում։ Դրան գումարած ադրբեջանցիների վերադարձ, դրան գումարած Հայաստանից ռազմավարական տարածքների հանձնում Ադրբեջանին, որի արդյունքում Հայաստանից ռազմավարական ճանապարհները լինելու են անօգտագործելի։ Եթե ժողովուրդը ուզում է, որ սրանք տեղի ունենան, գնում է ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Եթե չի ուզում, որ սրանք տեղի ունենան, չի ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Այդ ամեն հարցի վերաբերյալ մենք լուծումն առաջարկում ենք։ Օրինակ, հիմա մասնավորապես հանկլավների մասով մենք առաջարկում ենք բանակցությունների սեղանին դնել դելիմիտացիայի դեմարկացիայի, որը չի արվել ու շատ լավ է որ չի արվել։ Հենց մնացել է 26 թվականի քարտեզ, որը միակ իրավական հիմք ունեցող քարտեզն է։ Եվ փորձել այդ քարտեզով բանակցել։ Նաև մեր բախտը բերել է, որ Ադրբեջանը չի համաձայնվել 75 թվականի քարտեզով դեմարկացիա դելիմիտացիա անել։ Դե չի համաձայնվել, շատ լավ։ Մի կարանք 26 թվինը դնենք սեղան, եկեք դնենք։ Դրանից պատերազմ չի կարող լինել, էլի, հասկանում եք։ Չի կարող լինել։ Հիմա որ Հայաստան-Վրաստան սահմանը դելիմիտացիա առաջ չի, դեմարկացիա առաջ չի, պատերազմ է եղել։ Պատերազմը գիտենք ինչի համար է եղել, իրենք իրենց նպատակներին հասել են։ Մնացած նպատակներին հասնելու են խաղաղ ճանապարհով։ Մենք որպես ժողովուրդ դե ընդդիմացում չկա։ Պատրաստ ենք չընդդիմանալ
հանդուրժել, որ խաղաղ ճանապարհով այս երկիրը հասնի Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ։ Ես կարծում եմ, որ պատրաստ չենք, հետեւաբար պետք է ընտրություններ Դե միջոցով կտեսնենք ընտրություններին ով Նիկոլ Փաշինյանին փոխարինել, այսքան բան։ Ումով փոխարինել։ Ինձանով։ Ես մի մարդ եմ, որ Ամերիկա է սովորել ավարտել։ Ամերիկա 20 անգամ ավելի շատ կապեր ունեմ, քան Ռուսաստանում կամ որևէ հարևանալի երկրում։ Դե ագենտներին գիտեք ոնց են ընտրում, պարոն Մարուկյան, որ կասկածներ չառաջացնեն։ Բայց եթե արդեն ասում են, եթե կասկածներ չառաջացնում, չեն էլ կարող նման ռոպագանդայով թիրախավորել։ Ամեն դեպքում Ռուսաստանի ցանկացած մեկը, որ Նիկոլ Փաշինյանին քննադատում է, այսօր Ռուսաստանի ագենտ է։ Այդ ըստ իրանց ռոպագանդայի։ Ռուսաստանի հետ համագործակցության բազմաթիվ ձևաչափեր ունենք։ Պետք է կարողանանք ռեստարտի բերել մեր հարաբերությունները, որովհետև ամեն ինչ փոխվել է այս տարածաշրջանում։ Ռուսաստանը այսօր մեր թիվ 1 առևտրային գործընկերն է։ Այսօր Հայաստանում ինչ արտադրվում է տնտեսության, մեր ՀՆԱ-ի, չգիտեմ, ես տնտեսագետ չեմ, հիմա թվեր չեմ պատրաստ հատուկ բերեմ այդ ելույթի համար, բայց շատ մեծ տոկոսը ձևավորվում է Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությամբ։ Այդ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագենտները, ովքեր ուզում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցորենը ուտեն, թող իրանք գնան ուտեն, բայց ասել որ սա է սրա ագենտ, նա է նրա ագենտ, հիմա արդեն ամբողջ եկեղեցին KGB-ի գործակալ, չգիտեմ ինչ բան, այդ ասողները օրինակ տեսել են, որ ԱԱՑ-ն սպաներին ուղարկում է Ռուսաստանի Դաշնություն, ԱԴՑ բարձրագույն կրթական, այսինքն FSB-ի բարձրագույն կրթական համալսարան աշխատելու, սովորելու հետո գալու Հայաստան աշխատելու։ Այդ KGB-ի ագենտ փնտրողները։ Իրենք այդ KGB-ի ագենտ գոռացողները գլխավոր KGB-ը կարող է փոխգնդապետի կոչում ունենան FSB-ի։ Ինչ իմանանք։ Բայց մի դուք ինձ հարցնում եք, ասում եք ում ընտրեն, մենք մեր այլ ընտրանքը ներկայացնում ենք, առաջարկում ենք։ Որովհետև տեսեք, մենք գիտենք մեր ուժերը, գիտենք որ բանակցային գործընթացից տեղյակ ենք, մասնակից ենք եղել, տեղյակ ենք, եւ թե Հայաստանը վերջի մարդ որ տեղյակ է, թե ինչա, որտեղ է կանգնել, որտեղ է փլուզվել, դա ես եմ։ Դուք ուժի մարդ չեք կարող գտնել, որը դուրս է եկել, հրաժարական է տվել եւ այդ process-ներից տեղյակ է եւ քաղաքականությամբ զբաղվում է, սա շատ կարեւոր է։ Դե էլի մարդ կա որ դուրս է եկել, բայց քաղաքականությամբ չի զբաղվում։ Եվ այս իմաստով նաեւ մենք ունենք մեր ռեֆորմների օրակարգ։ Մենք ունենք մի ամբողջ փաթեթ, որով ցույց ենք տալիս, թե ինչպես են Հայաստանում ռեֆորմները տապալվել։ Դա դատաիրավական, դա հարկային, բանկային, ներքին գործերի, անվտանգության, քաղաքացիական պաշտպանության, այդ բոլոր ուղղություններով մենք մեր առաջարկներով հանդես ենք գալու։ Ժողովուրդն դնելու է, դատին գնահատելու, որոշելու է, թող ոնց ժողովուրդը որոշի։ Պարոն Մարուկյան, իսկ մինչև ընտրությունները։ Հիմա այսօր մի հատ մարդ ինձ գրում էր, կներեք ասեմ, Կապանից։ Ասում էր Մարուկյան ջան, շատ հիասթափված եմ, հին ընկեր է։ Շատ հիասթափված եմ։ Քաղաքականությունից ամեն ինչի զբաղվում, այս Կապանից է, էլի։ Ոչի բան չեմ ուզում, չգիտեմ, բանս ինչ որ հիասթափված խոսակցություն է։ Ասեմ, բան չունեմ ասելու, քեզ ուղղակի պրոստը պետքա որոշեք ընտրությունից հետո ոնց եք Կապան գնալու։ Հիասթափված եղեք։ Մի հետարքրվեք, մտած որոշ եք որ չեք հետարքրվում, մի հետարքրվեք։ Ցանկացած հիասթափված մարդ որ չի հետարքվում քաղաքականությամբ, ինքը ստատուս քվոն պահում է։ Ստատուս քվոն դա Նիկոլ Փաշինյանն է։ Ստատուս քվոն նշանակում որ դուք պետք է մտածեք ոնց եք Կապան գնալու, ինչ տրասայով եք գնալու, որ մայրուղին եք օգտագործելու։ Կամ օգտագործելու եք թե չեք օգտագործելու։ Գնացեք որոշեք, հիասթափվեք։ Ես եք կարամ հիասթափվեմ։ Կյանքում ես այնքան բան ա եղել որ չեք պատկերացնի թե ինչ ձևի ես կարամ հիասթափվեմ։ Ընդ որում բոլորից։ Հետո հիասթափվենք։ Մինչև ընտրությունները ինչ կարող է անել հայ հանրությունը, ինչ քայլեր կան, որովհետև անդադար ասվում է ժողովրդին, որ ամեն օր մենք դեպի ավելի խոր անդունդ ենք գլորվում։ Դե հարցով Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին, ասեց արեք հեղափոխություն, եկեք հանեք լարեք ինձ տեղից, ինքը ելույթ ունեցավ, ասեց ամեն մի երկերեկավար չի նման բան ասում, բայց հետաքրքիր բան կա։ Ինքը ասում է Ժորժ ջան, հեղափոխություն արեք ինձ հանեք, եթե համաձայն չեք իմ հետ։ Այսինքն մարդկանց ասում է գնացեք որոշեք գործողություններ արեք, որ ձեզ բռնեմ դատեմ։ Մարդկանց ինչ որ մի հայտարարության ինտերվյուի համար դատում է ինքը։ Մնացածին էլ ասում է դուք եք փորձեք, որ ձեզ է դատեմ։ Օրինակ ինքը եթե չի ուզում ընտրվի կամ ուզում է իրան հանեն, ինչու՞ չի ասում Ժորժ ջան, ես ձեզ կոչ եմ անում, ինչ չընտրել։ Որտեվ ես անկլավներ եմ տալու, ճանապարհները կորցնելու ենք։ Որտեվ ես համաձայնվելու եմ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան ապրեն։ Իշխանությունը քաղցր։ Բազմանան։
Ջան։ Որտեվ ես ոչ մի ռեֆորմ ինչեւ վերջ չեմ անելու։ Ես տապալելու եմ բոլոր ռեֆորմները։ Ես պարակտելու եմ ձեր եկեղեցին։ Ես ուրանալու եմ հայոց ցեղասպանությունը։ Ես բան եմ անելու պատերազմական հանցագործությունների այն անուն որ թափել են ադրբեջանցիները, դրանք սրբագրելու եմ։ Ադրբեջանին ասելու եմ որ շատ լավ, շատ կոնստրուկտիվ, շատ ադեկվատ, սա նորմալ է։ Միջազգային հանրություն մի խառնվեք, մի քննադատեք Ադրբեջանին։ Նորմալ, ամեն ինչ նոր։ Ես դա սաղ անելու եմ, բայց ինձ մի ընտրեք։ Կարա տենց ելույթ ունենա։ Թող ունենա։ Ասում է հելեք հեղափոխություն անեք ինձ հանեք լարեք ստեից։ Բայց մեկը մի հատ ինտերվյու է տալիս արդեն դեռ չի էլ տվեք գնեմ են բռնում արդեն իրանք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհանդիպենք, լավ եղեք։